Եթե խզվի հարաբերությունը Ռուսաստանի հետ, մեզ ինչ ասում։ Մենք առանց Ռուսաստանի, Ռուսաստանը մեծ միշտ մեր թիկունքին ա եղել եւ ինչ թվում ա, որ պիտի լինի։ Եթե չլինի հայերի վիճակը երևի շատ վատ կընթանա։ Ինչը վատ կընթանա։ Ապրելակերպը։ Այ խաղաղությունն է ասում, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները Մենք Ռուսաստանի հետ նոր մենք 3 միլիոն մենք ընդ ապրում ենք, մենք այնպես մարդ կա, որ ստե Հայաստանում ընդ ապրողներ չունենք։ Մենք ռուսները չլինի, մենք մեր ժողովուրդը ռուսներով են փող աշխատել ենք, տներ ենք սարքել գյուղում։ Առանց Ռուսաստանի մենք չենք կարող ապրենք։ Մեր երկրն ու մուտքը Ռուսաստանի հետ է 100 տարի առաջ եղել է ու կմնա։ Առանց ռուսի մենք չենք կարող ապրենք։ Դե ով հասկանում է էկոնոմիկան ամիջապես սա կորել է, որովհետև մենք պրիմոյ կապ ունենք Ռուսաստանի հետ։ Մենք ամեն ինչ ծախում ենք Ռուսաստանի վրա։ Նորմալ մարդ Ռուսաստանի հետ отношения խառն է։ Իհարկե ոչ։ Չեն ասում, թող սա հետը նորմալ շփվեն։ Եթե խոսում են մարդասիրությունից, եթե խոսում են ամեն ինչից, պետք է սա հետը բան անեն։ Նորմալ отношения ով ասում։ Սկսել են սև ու սպիտակ, սա սկսել են հայերի մեջ։ Դե եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ուրեմն այն ձևը կլինի, ոնց Ղարաբաղը տվինք։ Մի հատ բան ասեք, որ Նիկոլ Փաշինյանն ասել է ու ճիշտ ագարակը չի արել։ Ինչի մասին որ ինքը հիմա գոռում է, սրդերա ցույց տալիս, Եշագրեմիջան ինքը կանանց հետ է կռիվ տալիս, ժողովուրդը հետ է կռիվ տալիս, բայց իր նուրա սրդի արժեքն է կորցրեց։ Ինչի մասին ինքը խոսում է, ու մի հատ արժեք չի թողել մնա։ Ինչի մասին ինքը խոսում է, ինչի մեղադրում է ուրիշներ, ինքը ճիշտ ագարակն իրանց մասին է։ Շատ վատ բանի կհանգեցնի։ Ժողովուրդը ընդդեից սաղին կուղարկեն հետ Հայաստան, գալիս են ինչ։ Ռուսաստանի հետ կապերը խզելը սխալ է։ Շատ վատ է։ Ես գիշեր ցերեկ տանջվում եմ։ Իմ երեխեքը, թոռներս, բոլորը ընդեղ են։ Մենք պետք է նրանց մասին էլ մտածեինք։ Շատ խնդիրներ, իհարկե որ շատ խնդիրներ, թող Ռուսաստանի հետ ինչ վատ է, որ Պուտինը լավ աշխատող է։ Վատ կլինի, որովհետև մեր տնտեսական հիմնական արտահանումները առույցի բաժինը գրում է Ռուսաստանն, էլի։ Հիմա որ նայում ենք ծաղիկները, կոնյակ, չգիտեմ, ջերմուկը, այսօր էս գորվա մեջ այնտեղ հանգելա բանի տակ, սանկցիայի տակ, ինչ պետք է անենք։ Մեր հիմնական շարժիչ ուժը մեր արտահանվող ապրանքների մրգերը, այսա մրգի սեզոնն է, էլի։ Մրգերը գնում է Ռուսաստան։ Դժվար Եվրոպան թողի, ասենք, միրգ տանենք այնտեղ։ Կարող է 1%, 2%, բայց հիմնական մասան գնում է Ռուսաստան։ Եթե չլինի դա, ոնց կլինի։ Վատ, իհարկե վատ։ Հաստատ դժվար է լինելու։ Հաստատ, որովհետև ամեն ինչ Ռուսաստանի հետ է մեր։ Ամեն առևտուր, ամեն բան։ Շատ վատ է լինելու։ Շատ վատ։ Աման ինչի տեսակետից։ Ինչ է սպասում օրինակ մեզ։ Աղքատություն է սպասում, պատերազմ է սպասում, բանաջնջում է սպասում, ինչ է, սովորություն է սպասում, բարգազը թանկանա ինչ պիտի անես։ 500 դրամ պետք տարնա 1000-1500 դրամ դեսին, չորենա, ալիվը ինչ պիտի տարնա։ Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները խզվավ, կլինեին 90-ական թվականները, որ լույս ունեինք, ոչ արելիք ունեինք, ոչ մի բան էլ չունեինք, այդ վիճակը կլինի։ Շրջափակեն մեզ ու կվերջանանք, մեր հայություն, գոյություն էլ չի ունենալու։ Բայց դե կարանք մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերության մեջ մտնենք, եթե լավ ղեկավար ունենանք։